Ինչ է կարելի ուտել, եթե ունեք վահանաձև գեղձի խանգարում։ Ահա նման հարցեր տրված ինձ, ցանկանում եմ պատասխանել վերոնշյալ հարցին։ Առաջինը՝ յոդավորված աղ։ Քանի որ վահանաձև գեղձի խանգարումը նաև տեղի ունենում յոդի պակասից։ Ծովամթերքներ՝ ձուկ, խեցգետին, նրանք եւս պարունակում են բնական ձևով յոդ։ Վիտամին D, A, C, սերին։ Նրանք շատ կարևոր եւ օգտակար վիտամիններ են վահանաձև գեղձով խնդիր ունեցողների համար։ Բուսական սնունդ, բանջարեղեններ։ Բավարար քանակությամբ սպիտակուցները կօգնեն նաև կանոնավորել վերոնշյալ խնդիրը, մանավանդ եթե զոհը ինքը դանդաղ ֆունկցիա է կատարում։ Սահմանափակում են կաղամբազգիների օգտագործումը, վնասակար ճարպերի եւ քաղցրի օգտագործումը, որոնք կարող են բացասաբար ազդել նյութափոխանակության վրա։ Վերոնշյալ խնդրի ժամանակ շատ կարևոր է, որպեսզի սնվեք հավասարակշռված։ Ցանկանում եք կազմակերպել այս ամենը իմ պրոֆեսիոնալ խորհրդատվության ներքո, անցնել ճանապարհը գրագետ եւ հաղթահարել բոլոր խնդիրները, մեկնաբանությունների բաժնում դրեք պլյուս, անցեք անվճար կոնսուլտացիա։